Կենտրոնի եթերը շարունակում է անցուդարձը, եկել ենք միասին ու կարճ ամփոփելու օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Հաստատ մինչև ընտրությունները Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման պայմանագիր չեն կնքի։ Ռուբեն Ռուբինյանն է վստահեցնում։ Ասում է, դա երկար աշխատանք է։ Սահմանազատման գործընթացը հնարավորություն տալիս է տարածքների փոխանակում անելու, բայց եթե օրինակ տարածքների փոխանակում չի լինում, հանրաքվեի պահանջ չկա, որպեսզի օրինակ պայմանագիրը սահմանազատման վերաբերյալ ստորագրվի եւ ավերացվի։ Եթե ընթացքում որոշվի ինչ-որ տարածքներ փոխանակել, այդ դեպքում արդեն հանրաքվեով լինի։ Հիմա որևէ նորություն չկա այդ հարցերով։ Այսինքն սահմանազատման հանձնաժողովի հանդիպում այս վերջին շրջանում չի եղել եւ նոր զարգացումներ չկան։ Կարևորն այն է, որ կարողացանք խոստում կորզել, հրապարակել բանակցային փաստաթղթերը, դատական նիստից առաջ հայտարարել է Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գրառմանը։ Վարչապետը մինչև տարվա վերջը մտադիր հրապարակել բանակցային թղթերը։ 2019 թվականին Փաշինյանը հայտարարում էր, որ որևէ թուղթ չկա սեղանին, հետո հիշեց, որ թղթեր կան, դրանք ցակուցրիվ են։ Հիմա էլ ասում է, որ այսպես հետ չնեղվեք, գտնելու եւ սկան է անելու, տարիներ շարունակ սկաներ չկար։ Կարևորը այդ չի, կարևորը այն է, որ կարողացանք կորզել գոնե խոստում բանակցային փաստաթղթերը հրապարակելու։ Տեսնենք։ Գևորգ Պապոյանը պատրաստ է առաջին ուտել լոգիստիկ նոր ուղով Ադրբեջանով եւ Վրաստանով ներմուծված ցորենի հացը, այսպես էր էկոնոմիկայի նախարարն օրեր առաջ պատասխանել Facebook-յան մի օգտատիրոջ, որը հարցրել էր նախարարն ինչ գիտի, որ այդ ցորենը թունավոր չէ։ Ղազախական կողմը առաջինը հայտնեց, հետո հայ պաշտոնյաները հաստատեցին լոգիստիկ նոր ուղով 4-րդ կարգի է ցորենը, անասնակեր է ներկրվել։ Էկոնոմիկայի փոխնախարարին զարմացրել է լրագրողների հարցը, ինչու ավելի վաղ չէին հայտնել, որ մեր երկիր ծրակարգ ցորեն է ներկրվելու։ Ցորենը ցորեն չի, կենթանին որ ուտում է, հետո մեզ ինչ-որ բան չի տալի, կաթ կամ ինչ-որ։ Ցորենը բարձր որակի չի նշվել։ Բայց խի պետք է նշվել։ Բայց խնդիրը առաջ նախարարը անգամ քննարկում էր այն հացի գինը կարող է իջնի ավելանա նվազի։ Ընդհանրապես, եթե ճանապարհները, չէ, կանի։ Ընդհանրապես, եթե ճանապարհները դիվերսիֆիկացվում են, այդ լավ է։ Հիմա թե այսօր անասնակերայք է, վաղն է կգա բարձրակարգ ցորեն, դա էլ արդեն կյանքը ցույց կտա, բայց պարզ է, չէ, որ եթե ճանապարհները դիվերսիֆիկացվում են, նշանակում է, որ պետությունը բացվում է, այսինքն լավ է։ Հնարավոր եւ գնիչեցում լինի, հնարավոր տարբեր բաներ։ Հիմա ես զարմանում եմ։ Ասում եք ինչու չեն ասե 4 կարգ։ Տենց, որովհետեւ դա էլ 4 կարգ է, ինչի պետք է շեշտեն։ Ոնց եք կարծում, այդ ցորենը որ եկել է, պետք չի ուղղակի եկել է։ Ճանապարհների ապաշրջափակման մասին հայտարարություններն ուռճացված են, իսկ ճանապարհը ծախսատար, լրագրողներին ասել է Հայաստան խմբակցության падգամավոր Գառնիկ Դանելյանը։ Նա պարզաբանել է, թե որ դեպքում իրական ապաշրջափակում տեղի կուներա։ Իսկ ապաշրջափակում եղել է, դիվերսիֆիկացիա եղել է։ Դե ասենք եթե մի քանի վագոն ցորեն ա եկել Ադրբեջանի տարածքով, դա դիվերսիֆիկացիա է։ Դա դիվերսիֆիկա, ես նշեցի դիվերսիֆիկացիա ինչ կարա լինի, դիվերսիֆիկացիա կարա լինի կամ ճանապարհների կոմունիկացիաների ապաշրջափակում կարա լինի այն պարագայում, երբ որ միաժամանակ բացվում են բոլոր ենթակառուցվածքներն ու ճանապարհները։ Սա համարել պատմական իրողություն, սա համարել ուռճացնել եւ այլ, այն պարագայում, որ Ադրբեջանը, կրկնում եմ, եթե դուք լսել եք Ադրբեջանի պաշտոնյաների, ուրեմն եւ վերջին Ջեյհուն Բայրամովի ուրեմն ասուլիսը եւ նաեւ ԱԳՆ-ի խոսնակի ուրեմն հայտարարությունը խոսում է Հայաստանի Հանրապետությունից հերթական պահանջներ ներկայացնելու եւ այդ պահանջները բավարարելու մասին։ Այսինքն մենք ունենք լրջագույն խնդիր այս պարագայում, բայց այս լրջագույն խնդիրը թողած, մեր անվտանգային խնդիրը թողած, որ Ադրբեջանը պահանջում է, սա թողած, սրա մասին խոսք չկա, ոչ մի ձեն ծպտուն չկա։ Ասում են Ադրբեջանի տարածքով մի քանի վագոն ցորեն եք ստացել, չգիտեմ, անասնակեր։ Դա լուրջ է։ Թուրքիան հաստատեց Վրաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռի կործանման փաստը։ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կործանվել է Ադրբեջանից Թուրքիա ուղևորվող Lockheed C-130 Hercules ինքնաթիռը։ Դեպքի վայրում որոնողական փրկարարական աշխատանքներ են իրականացվում Վրաստանի իշխանությունների հետ համատեղ։
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Որոնեժում, երեխան ծնողների աչքի առջև ընկել է վերելակի հորանը, բարեբախտաբար խցիկը քիչ ներքև է եղել և փոքրիկը միայն թեթև վնասվածքներ է ստացել։ Մոսկվայի մետրոյում էլ տարեց կինն է բարձր ծիծաղի ու իր վրա նայելու համար դպրոցականին հրել ու գցել ռելսերի վրա։ Դեռահասը հիմա նորմալ վիճակում է, իսկ կնոջը ձերբակալել են մահափորձի համար։ Առաջարկում եմ միասին թերթել մամուլի էջերը։ Հրապարակը գրում է, թվում էր, թե Վաշինգտոնում Ադրբեջանը Փաշինյանին քարտ բլանշ տվեց, որ խաղաղության կեղծ քարոզով 2026-ին վերարտադրվի, հետո կատարի իր պահանջները, սակայն ԿՊ-ում խոսում են, որ անգամ Բաքվում են սկսել կասկածել նրա վերընտրվելուն, ուստի ուզում են հնարավորինս շուտ ստանալ իրենց ուզածը։ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ 4 անկլավների վերադարձի հարցն իր ուշադրության կենտրոնում է։ Փաշինյանն արձագանքեց, համանազատման արդյունքում պետք է վերադարձնենք Արտվաշենը եւ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները։ Իրականում սա Տիգրանաշենը զիջելու անոնս է, որ վտանգ կառաջանա, որ Վայոց Ձորն ու Սյունիքը մի օր կարող են կտրել Հայաստանից, իսկ Արտվաշենի վերադարձը ոչինչ չի տալու, քանի որ այն հնարավոր չէ բանակցել։ Փաշինյանը իհարկե խոստացել էր այդ գործարքն անել 26 ընտրություններից հետո, քանի որ հասկանում է, որ Տիգրանաշենը հանձնելուց հետո վերարտադրվելու իր շանսերը զրոյանալու են, սակայն եթե Բաքվում երկու ոտքը մեկ մաշիկի մեջ դնեն, հնարավոր է իշխանությունը հապճեպ արտահերթ ընտրությունների գնա։ Հրապարակում նաև կարդում ենք Ալեն Սիմոնյանն իրեն եւ իր աշխատակազմից 6 հոգու նոյեմբերի 7-ից 8-ը գործուղել էր Սյունիքի մարզ։ Պաշտոնական կարգադրությունում ասվում է, որ Հայաստանի հարավ են գործուղվել աշխատանքային այցով, իհարկե այցից հետո հաշվետվություն չի ներկայացվել։ Որպեսզի պարզ դառնա, թե ինչ հանդիպումներ է ունեցել, սակայն Սիմոնյանը կարելի է ասել գրեթե օնլայն լուսաբանում էր իր ողջ այցը եւ պարզ դարձավ, որ եղել է Կապան, Գորիս, Քաջարյան համայնքներում։ Իդեպ Գորիս եւ Քաջարյանի երբեմն ընդդիմադիր համայնքապետերն են դիմավորել նրան, շրջել է փողոցներում, անգամ տաքսի է վարել, հանդիպել է տեղի կուսակցականների հետ։ Նրանից առաջ էլ բյուջեի հաշվին մի խումբ պատգամավորներ էին, մեկն էլ Տավուշի, Արարատի մարզեր, ակնհայտ է, որ բյուջեի հաշվին ԿՊԱ-ականները կուսակցական քարոզարշավ են իրականացնում, քանի որ առաջիկայում ԿՊ նախընտրական ցուցակները կազմելու ժամանակ եւս ընտրիչները պետք է որոշեն ցուցակի կազմը առաջադրված ԿՊԱ-ականներից։ Այդուհանդերձ ԿՊ-ում ասում են, որ Ալեն Սիմոնյանը հավանաբար հետևություններ է արել ԿՊ վարչության ընտրություններից եւ բյուջեից վճարվող գործուղման է մեկնել, որ աշխատանքային այցի անվան տակ քարոզարշավ իրականացնի։ ԿՊԱ-ականների շրջանում, որ նախընտրական ցուցակը ձևավորելու քվեարկության ժամանակ կրկին չհայտնվի հետին հորիզոնականներում։ Վարչության ընտրությունների ժամանակ նա 11-րդն էր եւ դա բացատրում էր նրանով, որ քարոզարշավ չի արել։ Ցուցակի տեղերով է որոշվելու նաեւ ապագա իշխանությունում պաշտոնների հարցը, եթե իհարկե ԿՊ-ն վերարտադրվի։ Իդեպ վերջին օրերին ԱԺ պատգամավորների տեխնացու առաջադրվողների կտրուկ աճ է գրանցվել։ Ասացին, որ երեկվա դրությամբ մոտ 100 առաջադրում է եղել։ Ժողովուրդը գրում է, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի դեմ բունտ է հասունանում։ Բանն այն է, որ իշխանության ներսում, հատկապես կառավարությունում եւ ԱԺ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունում դժգոհ են այն փաստից, որ Անդրեասյանի ընկերուհին մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր Սրփուհի Գևորգյանը պատասխանատվության ենթարկվեց կոռուպցիոն մեխանիզմների մեջ ներգրաված լինելու համար։ Մինչդեռ Անդրեասյանը կարողացավ խուսափել որևէ իրավական հետևանքից այն պարագայում, երբ համալսարանում կատարվող բոլոր իրադարձություններից քաջատեղյակ է մշտապես։ Ըստ մեր աղբյուրների այս հարցը բավականին երկար ժամանակ է քննարկվում իշխանության տարբեր մակարդակներում եւ նույնիսկ ձևավորվել է դիրքորոշում, որ Անդրեասյանի վարքագիծը պետք է քննվի ինչպես ԿՊ վարչությունում, այնպես էլ կուսակցության նախաձեռնող նիստերի ժամանակ։ Այս քննարկումների ընթացքում նախարարից պետք է հարցնեն, թե որպես համալսարանի հոգաբարձությունների խորհրդի նախագահ ինչ 50 միլիոն դրամ է հաստատել ռեկտորի առաջարկությամբ, որը տեղ չի հասել, այլ փոխառության է տրվել անհայտ ընկերության, ու այդ փոխառությունից համալսարանը ոչ մի ֆինանսական աջակցություն չի ստացել։ Ավելին մեր աղբյուրները նշում են, որ ԿՊ խմբակցության նեղ շրջանում քննարկվել է, որ Ժաննա Անդրեասյանը պետք է հրաժարական տա եւ հեռանա այդ հայտարարությունից հետո, իսկ նախարար պետք է նշանակվի Ազգային ժողովի ԿՊ խմբակցության падգամավոր, Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսա Գաբրելյանը։ Հրապարակը գրում է, օհանավանցիներից մեկը պատմեց, որ կիրակի օրը Ստեփան Ասատրյանը Տեր Արամ հովանավանքում կրկին պատարագ է մատուցել, սակայն ինքն իր համար դատարկ վանքում։ Նախորդ երկու շաբաթներին Փաշինյանի վարչական ռեսուրսի շնորհիվ մի քանի 100 մարդ էր մասնակցում։ Այս շաբաթ այդքանն էլ չի եղել։ Օհանավանի վարչական ղեկավար Էդգար Հայրապետյանը մեզ ասաց, որ ինքը չի մասնակցել պատարագին եւ տեղյակ չէ, թե քանի մարդ է մասնակցել։ Իսկ ինչ կարծիքի եք Ասատրյանի մասին, ճիշտ է անում, որ իր տեղը չի զիջում օրինական քահանաներին։ Անկեղծ ասած, ես դուրս եմ այդ թեմաներից, եկեք իմ կարծիքը ես չասեմ։ Նա համայնքում ընդունված հոգևորական է, մնացած ոչ մի բան չգիտեմ։ Եթե չհարգեն, նրա պատարակներին չեն գնա, եթե գնում են, ուրեմն հարգում են։
Քնեսեթն առաջին ընթերցմամբ հաստատել է ահաբեկիչների մահապատժի ենթարկելու օրինագիծը։ Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը տոնել է հաստատումը, Քնեսեթի դահլիճում բաժանելով քաղցրավենիք և ցատկոտելով ուրախությունից։ Հզոր և մահաբեր պայթյուն Նյու Դելիում Հնդկաստանի մայրաքաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկի Կարմիր բերդի մոտ մեքենա է պայթել, ինչի հետևանքով մահացել է ավելի քան 13 մարդ, կան տասնյակ վիրավորներ։ Պայթյունի ալիքը վնասել է մոտակա ավտոմեքենաները, ականատեսների խոսքով մեքենան դանդաղ շարժվել է փողոցով, լուսացույցի տակ կանգնել և տեղի է ունեցել պայթյունը։ Մեքենայի սեփականատիրոջը ձերբակալել են։ Ենթադրյալ հանցագործը 36-ամյա բժիշկ Ումար Մոհամմադն է, կա կարծիք, որ նա ահաբեկչական խմբավորման անդամ է։ Հնդկաստանում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։ Իրանում երաշտը և ջրի պակասը բացատրել են հիջաբ չկրելով։ Իսլամական Հանրապետության փորձագետների խորհրդի անդամ Մոհսուն Էրակին է այս մտքի հեղինակը։ Նա քաղաքացիներին կոչ է արել պատասխանատվություն ցուցաբերել և հետևել հիջաբի մասին օրենքի պահանջներին, ընդգծելով, որ կրոնական նորմերին հետևելը կարող է օգնել լուծելու ջրի պակասի խնդիրը։ Համացանցում տեսանյութեր են տարածվում, որտեղ անչափահասներն ու երիտասարդները քաղաքի փողոցները մատնանշող ցուցանակներից բռնվելով պարային շարժումներ են կատարում։ Ոստիկանությունը զգուշացնում է նոր թրենդը բարձր ռիսկայնություն և անցանկալի հետևանքներ կարող է առաջացնել։ Սիրելի հետևորդներ, եկեք կատարենք մի քանի պարզ քայլ մեր YouTube-յան ալիքը զարգացնելու համար։ Ձեզանից մի քանի վայրկյան է պահանջվելու, հավանում եք այս հաղորդաշարը և բաժանորդագրվում։